Ինչպես երեխային սովորեցնել ընկերություն անել։ Կան երեխաներ, ովքեր բնազդաբար արդեն իսկ ունեն հմտություններ, ինչպես ստեղծել և պահպանել ընկերությունը։ Երեխաներ էլ կան, ովքեր չունեն այդ գիտելիքները և այստեղ պետք է օգնության կան ծնողները։ 1-ից 3 տարեկան երեխաները խաղում են ոչ թե իրար հետ, այլ իրար կողքի, և նրանց հետաքրքիր է ոչ թե իրենց հասակակից երեխան, այլ նրա խաղալիքը։ Հետևաբար, հարկավոր է ձեր երեխայի ուշադրությունը կենտրոնացնել նրան հասակակից այլ երեխաների անձնային հատկանիշների վրա։ Օրինակ, ձեր երեխային կարող եք ասել հետևյալը. «Տես, այսինչ բալիկը քեզ շոյեց, երբ դու լաց էիր լինում»։ Կարևոր է նաև ընդգծել երեխաների միջև նմանությունը։ Օրինակ, «Տես, դու բարի ես գնում, այսինչ բալիկն էլ է բարի գնում»։ Նախադպրոցական տարիքի երեխաներին օգնում է ընկերանալ ազատ խաղը, իսկ դպրոցականների միջև ընկերությունը ձևավորվում է խմբակներում, էքսկուրսիաների, ինչ-որ զբոսանքների ժամանակ, ինչ-որ քննարկումների ժամանակ, ինչպես նաև միասին տնային հանձնարարությունները կատարելիս։ Նրանց միավորում է մեկ բանի նկատմամբ ընդհանուր հետաքրքրությունը։ Ընկերության մեջ ինչն է կարևոր։ Իհարկե իրար հարգելը, լսելը, դիմացինի հաջողություններով ուրախանալը և հասկանալը, որ որքան էլ նման են իրար, միևնույն ժամանակ տարբեր են և միմյանց նմանվելու, իրար ընդօրինակելու կարիք ամենևին չկա։ Ընկերությունը ամրանում է միմյանց հանդեպ ունեցած հարգանքի շնորհիվ և թուլանում է, երբ ընկերներից մեկը ունենում է իշխելու, կառավարելու ձգտում։ Ինչ չի կարելի պահանջել ընկերներից։ Մենք չենք կարող ակնկալել, որ մեր ընկերները ընկերություն անեն միայն մեզ հետ, ամեն ինչում զիջեն մեզ և ամեն ինչում համաձայնեն մեզ հետ։ Կարևոր է հիշել նաև, որ մենք չենք կարող ազդել մեր ընկերների վարքագծի վրա, բայց կարող ենք անհամաձայնություն հայտնել և ասել, որ վիրավորված ենք կամ տհաճություն ենք զգում նրա այսինչ արարքից։ Կամ հակառակը, կարող ենք ընդունել մեր սխալները, երբ այդ մասին մեզ ասում է մեր ընկերը, չէ՞ որ մենք նույնպես կարող ենք սխալ լինել։ Լինում են դեպքեր, երբ ընկերությունը պարզապես ավարտվում է։ Նման դեպքերում ասեք ձեր երեխային, որ այո, ընկերներ կորցնելը ցավոտ է, բայց այն լավագույնը, ինչ ինքն ունի, կմնա նրա հիշողության մեջ, և այդ ընկերության բոլոր դասերը պետք կգան նրան ապագայում իր նոր ընկերների հետ, ովքեր անպայման կհայտնվեն իր կյանքում։ Ինչ անել, երբ ընկերները վատ ազդեցություն են գործում ձեր երեխայի վրա։ Երբեմն մեծահասակները նկատում են, որ իրենց երեխան սկսել է վատ պահել իրեն, ընդօրինակելով իր որևէ ընկերոջ վարքագիծը։ Նման դեպքերում առաջին սխալը, որ կատարում են ծնողները, անմիջապես արգելում են շփվել տվյալ երեխայի տվյալ ընկերոջ հետ, ինչը բնականաբար ըմբոստության մեծ ալիք է բարձրացնում։ Այս դեպքում ավելի արդյունավետ կլինի խոսել ձեր երեխայի հետ ոչ թե տվյալ ընկերոջ վատ վարքագծի մասին, այլ ձեր երեխայի վատ վարքագծի մասին, մատնանշելով, որ այդ վարքագիծը ինքը ընդօրինակել է այդ ընկերոջից։ Ձեր երեխայի վատ վարքագիծ ունեցող ընկերներին կամ ընկերոջը կարելի է հրավիրել ձեր տուն, որպեսզի նրանք լինեն անմիջապես ձեր հսկողության տակ և ձեր տեսադաշտում։ Երբեմն, եթե անհրաժեշտություն կա, կարելի է խոսել նաև վատ վարքագիծ ունեցող ընկերների ծնողների հետ։ Պատահում է, որ իրավիճակը լրիվ տարբերվում է ձեր պատկերացրածից։ Ամեն դեպքում տարբեր մարդկանց հետ շփվելը մեզ և մեր երեխաներին տալիս է ահռելի փորձ, ինչը հեշտացնում է թիմում հարմարվելը և տարբեր դժվարություններ հաղթահարելը, սովորեցնում է իրավիճակը տեսնել տարբեր կողմերից։ Հիշենք, որ ընկերների կարիք ունեն բոլորը, այդ թվում երեխաները, որովհետև ընկերներից մարդը ունենում է էմոցիոնալ մտերմության և աջակցության կարիք։ Եթե խորհուրդները ձեզ դուր եկան, կխնդրեմ հավանել այս տեսանյութը, թողնել մեկնաբանություններ։ Ես ուրախ կլինեմ ծանոթանալ ձեր կարծիքներին, ինչու ոչ, նաև առաջարկներին։ Բաժանորդագրվեք Երազ TV-ի YouTube-յան ալիքին։ Այստեղ դուք կգտնեք բազմաթիվ ուսուցանող նյութեր ծնողավարության, երեխաների խնամքի և դաստիարակության մասին, ինչպես նաև հետաքրքիր լայվ խաղեր և շատ ու շատ հեքիաթներ։